Կոտայքի մարզում վերջերս մեկնարկած մարզային առօրյայի լուսաբանում տեղեկատվական ծրագիրն անդրադառնում է Հրազդանի բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործունեությանը։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերանորոգված եւ լիովին արդիականացված Հրազդանի բժշկական կենտրոնն այսօր իրականացնում է ժամանակի պահանջներին համապատասխանող որակյալ բուժսպասարկում։ Հրազդանի բժշկական կենտրոնում աշխատում են 425 բուժաշխատողներ, նրանցից 88-ը բժիշկներ են, 235-ը բուժքույրեր, 44-ը կրծեր բուժանձնակազմի ներկայացուցիչներ, իսկ 58-ն այլ աշխատակիցներ։ Մարզ կենտրոնում գործող առողջապահական հաստատությունը հիմնականում ապահովված է անհրաժեշտ մասնագետներով, ովքեր կարողանում են իրենց գործառույթների իրականացման արդյունքում ապահովել Հրազդանի տարածաշրջանի համայնքների ազգաբնակչության բուժսպասարկումը։ Մենք պետք է հնարավորինս փորձենք բնակչության սպասարկումը իրականացնել այնպես, որ չառաջանան դժգոհություններ, որովհետև տարածքում չկա ալտերնատիվ այլ բժշկական հաստատություն։ Բժշկական կենտրոնը սպասարկում է շտաբօգնության միջոցով հիվանդանոցի եւ արտահիվանդանոցային եղանակով, ուրեմն արտահիվանդանոցիներին կարելի ասել նախկին պոլիկլինիկական համակարգն է, որտեղ աշխատում են նախատեսված բոլոր մասնագետները չափորոշիչով, այսինքն մենք որևէ խնդիր չունենք, որևէ մասնագետի պակաս չունենք եւ նրանք աշխատում են ցերեկային ռեժիմով։ Հիվանդանոցը աշխատում է շուրջօրյա ռեժիմով, ինչպես նաեւ ծննդատունը եւ ցանկացած ժամանակ հիվանդների սպասարկումը կատարվում է հիվանդանոցի միջոցով, հիվանդանոցային ծառայությամբ, որտեղ գործում են մի շարք բաժանմունքներ, դրանք վիրաբուժական, թերապևտիկ, վերակենդանացման, ծննդօգնության, գինեկոլոգիական բաժանմունքներն են։ Թերապևտիկ բաժանմունքի մեջ մտնում են նաև ինֆեկցիոն եւ մանկական մահճակալները, այսինքն այդ առումով մենք որևէ խնդիր չունենք։ Հիվանդանոցը տեխնիկապես հագեցված է ժամանակակից սարքավորումներով եւ առաջիկայում էլի ունենալու ենք բավականին հաջողություններ, հատկապես տեխնիկական հագեցվածության առումով, որովհետև չի բացառվում, որ 15 թվականի ընթացքում մենք կունենանք նաև կոմպյուտերային տոմոգրաֆ, կունենանք EOP, որը խիստ անհրաժեշտ է վնասվածքաբանական վիրահատությունները կատարելուց եւ դա կարող է նաեւ հիմք դնի կրծքային վիրաբուժության կամ սիրտանոթային համակարգի վիրաբուժության հիմք դնի եւ մենք մտածենք այդ ուղղությամբ։ Բժշկական կենտրոնում աշխատանքային եռոզերն ամենօրյա գործունեության գլխավոր բաղադրիչ է։ Գրեթե բոլոր բժշկական կաբինետները յուրաքանչյուր օր աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով եւ սպասարկում բազմաթիվ այցելուների։ Շատ գոհ թող Աստված սրած մեծ կյանք տա բժիշկներին։ Հիվանդանոցի պայմանները հիանալի են, շատ լավն է, ամեն ինչի լավն է, թեկուզ են սանիտարկիցը բռնած միջև բժիշկը շատ լավն է։ Բուժհաստատությունում ծավալված են շուրջ 80 մահճակալներ, որոնք հնարավորություն են ընձեռում հիվանդանոցային պայմաններում բուժծառայություն իրականացնել վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձական, գինեկոլոգիական եւ վերակենդանացման բաժանմունքներում։ Առողջապահական ընկերության արտահիվանդանոցային ծառայությունների հիմնական ուղղություններն են կանանց կոնսուլտացիաները, ռենտգենաբանական, ֆլուորոգրաֆիկ, էնդոսկոպիկ, սոնոգրաֆիկ, էլեկտրոսրտագրություն, էլեկտրոէնցեֆալոգրամա, էխոսրտագրություն, դուպլեքս հետազոտության ախտորոշիչ ծառայությունները։ Արտահիվանդանոցային ծառայություններին մաս են կազմում նաև կլինիկական, բիոքիմիական, մանրէաբանական, շրջաբանական, հյուսվածքաբանական եւ բջջաբանական ուղղությունների լաբորատոր հետազոտությունները։ Հաստատության առողջության առաջնային պահպանման ուղղակում գործում են 6 դիսպանսեր կաբինետներ, որտեղ աշխատում են թվով 6 նեղ մասնագետներ իրականացնելով շտաբ եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունները։ Մենք առաջնորդվում ենք այն չափորոշիչներով, որոնք օգնում են ոչ միայն հիվանդի բուժումը ճիշտ կազմակերպելու, այլև կատարելու միջամտություններ, որոնք համապատասխանում են մնացած բոլոր բժշկական կենտրոններում առաջադրվող պահանջներին, այդ թվում նաև Երևանի բժշկական կենտրոններում։
Հիվանդանոցում ուրոլոգիական վիրահատությունների ծավալը մեծ է եւ նաեւ տեսականին է շատ։ Կատարվում են գրեթե բոլոր ուրոլոգիական վիրահատությունները, այդ պատճառով շատ հազվադեպ հիվանդներ են, որոնք կարող են գնալ Հրազդանից Երևան բուժումը ստանալու համար։ Մեր ծննդատունը համարվում է մանկան բարեկամ ծննդատուն, այդ կոչումը մենք ստացել ենք 2007 թվականից ու շատ հպարտանում ենք այդ կոչումով, հավատացնում եմ ձեզ, որ շատ քիչ ծննդատներ Հայաստանում ունեն այդ կոչումը։ Մեր ծննդատունը ունի երկու կարգախոս, առաջինը, որ ծննդաբերությունը դա ֆիզիոլոգիական, նորմալ պրոցես է, եւ երկրորդը, որ նորածինը դա բանական, զգայուն էակ է։ Եվ դրանից ելնելով կազմակերպում ենք մեր ամբողջ գործելակերպը։ Այսինքն ամենակարևորը 2005-6 թվականներից մենք ընդունել ենք ազատ ոճի ծննդաբերություն։ Մեր կանանց կոնսուլտացիայի հպարտությունը իհարկե մեր մայրական դպրոցն է։ Հղիները հաճախում են մայրական դպրոց, ծանոթանում են 5 պարտադիր պարապմունք կա դասացուցակով, դասեր անց են կացնում բժիշկները, ծանոթանում են իրենց ֆիզիոլոգիային, հղիության, առանձնահատկություններին, ծննդաբերության հետ, ինչ է իրենց հետ կատարվելու, հետծննդյան շրջանին։ Ուրեմն տարեկան մենք ունենում ենք, օրինակ այս տարի ունենք մոտ 991 ծնունդ, դրանից ես կարող եմ ասել 30%-ը մեր հղիները չեն, այսինքն դրանք կողքի մարզերից են, Սևան, էլի մեր մարզի, բայց այլ քաղաքներից, Չարենցավան, կողքի գյուղերից, այսինքն 30% ստույգ կազմում են այլ տեղերից եկածները։ Այս ամենով հանդերձ հաստատությունն ունի նոր ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու հաջորդ տարում եւ նպաստելու են բժշկական կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բժշկական կենտրոնում բացվելու է նոր վերականգնողական կենտրոն, որը խիստ անհրաժեշտ է եւ դա հիմնականում նպատակ է հետապնդում մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնման համար, իհարկե կծառայի նաև մեծահասակներին եւ դրա համար ծրագրով նախատեսվելու է, այսինքն նախատեսվել է եւ 15 թվականին կսկսվի ու կավարտվի վերականգնողական կենտրոնի շինարարությունը, որը հանրապետությունում կլինի լավագույններից մեկը։ Մենք 15 թվականին կունենանք լապարասկոպիկ մեթոդ եւ կսկսենք լապարասկոպիկ վիրահատությունները նաեւ, որը մինչեւ հիմա կատարվում է եզակի դեպքերում, որովհետեւ լապարասկոպ հիվանդանոցը չունի առայժմ։ Կոտայքի մարզպետանի ենթակայությամբ գործող Հրազդանի բժշկական կենտրոնում իրականացվում է Կոտայքի մարզպետի կողմից նախանշված աշխատանքների անընդհատ կատարելագործման քաղաքականությունը, որի արդյունքում առողջապահական հաստատությունում հնարավոր կդառնա ներդնել աշխատանքների կազմակերպման արդիական մոտեցումներ եւ բարձրակարգ բուրս սպասարկման նոր սկզբունքներ։